Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը վառողներ, որ դες հայրենասերի տեղ եք դրել։ Դուք գիտեք ով եք։ Առաջինը դուք ձեզ օգտագործող այդ քաղաքական ուժերի ձեռքի թաշկինակն եք։ Երկրորդը դուք այնքան դեբիլ եք, որ ձեզ հարց չեք տալի, որ հարևան պետության դրոշը վառելով մեր երկրին օգուտ են տալի թե վնաս։ Դրոշը վառելը ողորմելի մարդու վարք է։ Երբ քեզ ծեծում են, ստորացնում են, պատերազմում հաղթում են, ու քեզ էլ ոչ մի բան չի մնում, դրոշը վառելուց բացի։ Դեր մի մասը այնքան դեբիլ է, որ չի հասկանում, որ հարևանի դրոշը վառելով ավելի շատ մեր երկրին վնաս է տալի, քան օգուտ, իսկ մյուս մասը այնքան սրիկա է, որ Արցախի զոհերի, ցեղասպանության զոհերի, մեր ազգի զրկանքների ցավը օգտագործում է մեր ազգի դեմ, որ այդ ազգին նոր զրկանքներ պատճառի։ Դուք թքած ունեք Հայաստանի վրա էլ, Արցախի վրա էլ, մեր գերիների վրա էլ, մեր պետության վրա էլ, մեր պետության ապագայի եւ շահի վրա էլ։ Դուք շատ վատ մարդիկ եք։ 25 պլյուս։ Բոլորին ողջույն։ Կամ բարև։ Ուզում եմ քեզ երկու հատ հարց տամ, Բոզի տղա Փաշինյան Նիկոլ։ Դու ինչ ես մտածում կամ ինչ ես համոզված, որ դու իրավունք ունես, կներեք, որ սենց եմ խոսում, որտեղ գլուխը շատ պիս ցավում է։ Դու իրավունք ունես մի ողջ ազգի մատաղ սերնդի իբր թե կրթես։ Ինչ է նշանակում քո այսօրվա խոսալը կամ քո այսօրվա բառերը։ Ես հասկանում եմ դու ինչ նպատակով ես այդ ամեն ինչն ասում, քանի որ ամեն մեկը միշտ խոսում է նրանից, ինչի մեջ ինքը թաթախված է։ Քո նման Բոզի տղան, ես ուզում եմ, որ այսքանը հասկանան մարդիկ, ովքեր իրանց դոշերը ճղելով պաշտպանում են այս կալիբրի Բոզի տղուն։ Մի ելույթի հետ մեջ ասում ես գենդերային ուղղվածությունը ծիծակ կոշիկներ հագնել է, որ մենք մեր երեխեքին ստիպում ենք այտենց դասիրակվել։ Դա սխալ է։ Մեր մատաղ սերունդը պետք է կրթվի, որ գենդերային ուղղվածության մեջ ինքը ունենա դիրքորոշում։ Այսինքն քո նման Բոզի տղան Փաշինյան Նիկոլ փորձում է հայ հանրության, հայ ընտանիքի ավանդապաշտ ընտանիքի մեջ մրցնել ինչ-որ միտք, որ երբ որ մարդը ամուսնանում տղա է ունենում, ու այդ տղուն ասում է բալես, մեծացի լավ մարդ դառի, ընտանիք կազմի, ես էլ իմ թոռներով ուրախանամ, որ իմ ու քո սերունդը շարունակող լինի։ Դա սխալ է քո ասելով, Փաշինյան Նիկոլ։ Երբ որ հերիա տղուն ասում է գոմիկների հետ ընկերություն մի արա, դա սխալ է Նիկոլ Փաշինյանի պնդմամբ։ Երբ որ հայ նամուսով թասիբով տղան գոմիկին ասում է Բոզի տղա, մյուս անգամ քեզ չտենամ ականջող կախած կամ կաբլուկներով տրանսգենդերի ղայդա իմ փողոցով քայլես։ Դա սխալ է Փաշինյան Նիկոլի ասելով։ Ու այդ ամեն ինչը հայ հանրությունը պետքա ինք իր մեջ ձևափոխի ըստ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կրթական ծրագրի։ Էդ ես դու Նիկոլ Փաշինյան։ Կամ որ դու ասում ես քրեական ենթամշակույթը, ցիտում եմ քո նման Բոզի բալին, վերաթուլացնում է մեր տղաների կամային արտահայտությունը, կամքը մեր ջահել տղեկի։ Ոնց է քրեական ենթամշակույթը թուլացնում մեր հայ տղեկի կամքը կամ կամային արտահայտումը։ Դու Փաշինյան Նիկոլ, լինելով հանրաճանաչ գաղութի Բոզ, գաղութում բոզություն արած, սա նրա հդված գրող, դու մտածում ես, որ քո խելապակաս մտածելակերպը կարաս բերես փաթաթես մի ողջ ազգի մատաղ սերնդի վզին։ Դուք կարայր խոսայր նամուսից, պատվից, արժանապատվությունից, եթե դու կարողանայիր գոնե Աշոտիկին նորմալ դասիրակեիր։ Բայց չէ, պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Քո տղացուն, տղան չէ, տղացուն։ Քո նման մեծացել է բեյնից Բոզ։ Պարզ օրինակ զոհված ինձարայողի մորը դատի տալը։ Այսինքն այն, որ չնայած դու երբ ես փողոցի, չէ, դու երբ փողոցի չես, փողոցի տղեկը հանե դրել են բերանդ։ Քո հետ Փաշինյան Նիկոլ շատ սխալ է փողոց իջնելուց խոսալ,
կռվից խոսալ, ճիշտ ու սխալից խոսալ։ Սխալ եղած տեղը տղեն ամոթ չի, որ ասում է կներեք ախպեր, սխալ եմ եղել։ Բայց քո ձևակերպմամբ դու փորձում ես մատուցես մեր հայ հանրության մեջ այնպես միտք, որ տղեն երբ որ իջնում է փողոց կամ իր հասակակցի կամ մեկ այլ տղայի հետ ունենում է մի թեթև լեզվաբանական կամ ինչ որ վիճաբանություն, այդ տղեն իրավունք չունի ասի, ախպեր, ընկեր ջան, հələ մի հատ կարաս ինձ բացատրես, ինձ խես վիրավորում։ Այս աշխարհում կա ճիշտ ու սխալ, այս աշխարհում կան անուշ ապերներ, այս աշխարհում կան հարգված տղեկ, այս աշխարհում կան նեղություն քաշած, տարիներով նեղություն քաշած, նեղության մեջ ապրած տղեկ։ Ում շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում չի թևածում կամ բարգավաճում չակերտներով, բեսպրիզելը։ Քո մտածելակերպով Փաշինյան Նիկոլ, հայ տղուն երբ որ մեկը ինչ-որ բան ասում, ինքը պիտի վազելով է թա, ասի միլիցա ձածա, ինձ են անուշ ապերը, ասեց, որ ես քխ տղա եմ, արի գնանք իրան բռնի ծեփի ասֆալտին։ Ու քո նման բոզի տղուն ցավոք սրտի, ինչ որ միտեղ երևին մեծատառով։ Այսօրվա պահի դրությամբ չգիտեմ էլի, պատժերշկա են անում, որոշակի անուշ ապերներ։ Ոչ մի ծնող պոռնիկի ծնունդ Փաշինյան Նիկոլ չի ուզում, որ իր երեխեն գնա վատ ճանապարհով, գնա դառնա, չգիտեմ էլի, քո ասած քրեական ենթամշակույթի տար։ Բայց от тюрьмы, от больницы не заикайся. Это ասա թոթարկման են, բոզի բալա։ Դու փորձում ես քո ճղճիմ, կանանցի, են պոռնիկին, են չեմ ուզում շատ կոպիտ բառեր ասեմ, որտեվ ուղղակի երրմա գլուխս էլ ցավում է։ Պոռնիկին են, բոզի տրուսիկին հատուկ են, տրուսիկի ռեզինին հատուկ բոզի տղա հոգեբանությունը, բերես փաթաթես մեր մատաղ սերնդի մեծացող տղեկի վզին։ Ասեք, հասկացնես, որ տղեկ դա քխա։ Տղեկ ջան, որ հանգարց ճիշտ ու սխալի բազար կլինի, մի կայնեք, ձեր նամուսին թասիբին տեր մի ելեք, ձեր ընկերոջ նամուսին տեր մի եղեք, այդ ես դու բոզի տղա։ Հիշի պոռնիկի ծնունդ, աշխարհի գերհզոր տերություններում նույնիսկ հենց պետական համակարգը հիմնված է անուշ ապերների դաբրոյի վրա։ Անուշ ապերների հետ կոմպրոմիս գտնելու կամ մի հայտարի գալու գործոնի վրա, այլ ոչ թե քո նման գաղութի բոզ պոռնիկի տղու բեսպրիզելի վրա։ Դու կարայր խոսել այդ ամեն ինչից, եթե դու էլեմենտար ունենայր ճիշտ կադրային քաղաքականություն։ Այսօր եմ Facebook-ում տեսել։ Ներքին գործերի նախարարի տեղակալը առանց չափազանցնել Արիան Հովսեփյանն էր կիսվե իր էջով։ Մատը մինչև քոքը քիթը բլխորելով գալի մոտենեմա լրագրողներին ու չել դադարը բեք քիթը քանդել։ Ինքը կոչվում է ներքին գործերի Նիկոլի նշանակած Տոզդոևնա Արփինեի ներքին գործերի նախարարի տեղակալ։ Խլնքոտների եւ պլնջոտների ղեկավարություն։ Ոմն պորճի ծնունդ, ով ժամանակին հանդիսանում էր Հայաստան դաշինքի անդամ, Գեգամ Նազարյանը, ուրանալով իր սեփական հարազատ որդու Արունը, հայտարարություն անամ, ասում է Արցախի շարժումը անվանակոչելուց առաջ պետք է սկսել նաև Կարսի ազատագրման շարժումը։ Պոռնիկի տղա, Գեգամ Նազարյան։ Եթե քո նման բոզի բալեն կոչվում է ծնող, եթե քո նման պոռնիկի ծնունդը քայլ անելով ինքը թքում է իր տղու, չգիտեմ էլի են, ամենասուրբ են գերեզմանի ու հիշատակի վրա,
ապա հայերի մեջ կան հազարավոր հայեր, ովքեր քեզնից ավելի բարձր են գնահատում քո տղու հիշատակը։ Իսկ ձեր նման պոռնիկի ծնունդները, ովքեր այսօր ուրանում են իրանց երեխու արունը, երեխու գերեզմանը, երեխու մահվան պատճառ դարձած պոռնիկի տղուն ասում են պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, դուք շատ նույն հեշտությամբ կարաք եւ հայրենիք ուրանաք, եւ ծնող ուրանաք, եւ երեխա արդեն ուրացել եք։ Ձեր համար սրբություններ չկան։ Ձեր համար սրբությունների են բան չկա, էլի։ Չափանիշներ, որ ասենք գալիս եք հասնում եք, ատե ու ստոպ եք տալի, ասում եք չէ, ախպեր, դաշը քխա։ Մենք ազգովի հեկե հասել ենք այն օրին, որ երկրի առաջի դեմ կոչվող բոզի տղեն նստած ինչ-որ կառավարական նիստի ժամանակ մի խումբ խլինքազավար պոռնիկի բալեքի հետ, բարիս բոլոր իմաստներով, ասում է քրեական ենթամշակույթի տարը դա ապազգային տարա։ Հասկացնելով մատաղ մեր սերնդին, ասում է տղեկ ջան, որ կոնֆլիկտ ունենաք փողոց իջնելուց, դպրոց գնալուց, չգիտեմ, համալսարան գնալուց։ Երբ որ ձեզ մեկը կասի աշկիդ վերևը ունք կա, կամ կասի արա մի հատ հələ սիրուն քայլի, քո քայլելը իմ դուրը չի գալի։ Դու քեզ արժանավայել մի պահի տղու պես։ Ֆրասա դուրը չի գալի մի նայ, այդպես մի ասա։ Վազի ոստիկանություն, էտա Տոզդոևնայի հիմնարկ։ Ու ասա պարոն կին նախարար։ Ես եկել եմ բողոք գրեմ, սրան ինձ դրթելն ու բրթելա գաղութի բոզ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ հասկանամ, չէ, այսինքն ոչ շմանալ չեմ ուզում հասկանամ։ Ինչ պետք է արդեն հասկացել եմ։ Կոնկրետ իմ համար ես ինչ պետք է հասկացել եմ, որ հայաստանյան հասարակության մի մասը ուղղակի հիվանդ է։ Ով ոնց կուզի թող հասկանա այս իմ խոսքերը։ Եթե մարդիկ կարան ուրանան ամեն ինչ։ Ուրանան բառից բոլոր իմաստներով ամեն ինչ։ Խելքը տալով իրանց որգրամոլությանն ու չգիտեմ էլի, լափին ու չգիտեմ համերգներին ու ես իմ տրանսգենդեր բռնելուն տեցի կրուգիս տանել դոմփելուն։ Մարդիկ կարան գաղութի բոզին դիմեն վարչապետով։ Չգիտեմ։ Այստեղ խոսելը հաստատ ավելորդ է։ Ավելորդ է նաև այն փաստը, որ Նիկոլին քֆուր անելն է ավելորդ։ Մարդիկ քֆուր են անում մեկին, որը դիմացինը վիրավորվի, ու ասի ինքը իր մեջ ասի, արա կարող է մի բան սխալ եմ անում, ես ինձ խիա քֆուր անեմ։ Երեք չեմ իսօր խոսալուց մեր հայ տղեկից մեկն ասում է Սերժի Քոչարյանի վախտով դերեմ եք որ խոսացող չկար, Նիկոլը սաղի բերանը լեզու դրեց։ Հենց հետարքիր է, էլի Սերժի Քոչարյանի վախտով Սերժը կամ Քոչարյանը լինելով երկի առաջի դեմ, երբևիցե կասեին, որ չգիտեմ, գենդերային ուղղվածությունը դա պիտի ազատ կամքի արտահայտում լինի Հայաստանում։ Որ հերը իրավունք չի ունենալու տղուն ասի, արա այ անասուն, այս գոմիկների հետ ընկերություն մի արա։ Սրանք ոռի չշինվող բոզի բալեկ են։ Ես քեզ չեմ պահե մեծսե, որ դու դառնաս գոմիկ։ Ես ուզում եմ, որ իմ տղեն մնա հայ, իր հոգով սրտով ավանդապաշտությամբ։ Չէին ասի, չէ։ Դե հետո համեմատական անցկացեք, ասեք նախկիններն են մեղավոր։ Այո, ես էլ եմ ասում, նախկինները շատ բանի մեջ են մեղավոր։ Նախկինները մեղավոր են ամենաշատ այն բանի մեջ, որ այսօրվա մեր սերնդի գերակշիռ մասը անգրագետ է։ Այ դրա մեջ մեղավոր են։ Իսկ եթե առաջ ես փորձում էի Նիկոլ Փաշինյան բոզի տղու էջի տակ կոմենտ գրեի,
ին վրա իբր թե չուզենալով հրավիրել ուշադրություն, որ մեկը մտնի քֆուր գրի, մեկը հեմի հեչ վեճս չի։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանի ելույթները թունային Նիկոլապաշտ մասսան։ Թունային նրանք, ովքեր ասում էին, պարոն վարչապետ, երեխուս կորցրի, քեզ կթա, քեզ չեմ ուզում կորցնեմ։ Հաց լնի 1000 դրամ, ես Նիկոլին եմ ընտրելու։ Ընտրեք, հարգելի հայեր ջան, ընտրեք, ես դեմ չեմ։ Ընտրեք, բայց հետո չբողոքեք ասեք, իմ տղեն դառավ գոմիկ, իմ աղջիկը դառավ լեսբո, իմ տղեն փոխանակ ընտանիք կազմի, ավանդապաշտ ընտանիք կազմի, երեխա ունենա, իմ սերունդը շարունակի, գնաց դառավ գյոթվերան։ Իմ աղջիկը դառավ, չգիտեմ, դլո հոտոտող, ուղղահայաց ջպիտ լիզող։ Չբողոքեք, ամեն մեկը տուժում է իր խելքից։ Հələ տեն ամել է։ Նիկոլ Փաշինյան այդ գենդերային ուղղվածությունն որ կա, էդի ազգային ժողովի ընդդիմությանն էլ է վերաբերվում, ընդ գենդերներ կան, էտա, ոչ տրադիցիոն ուղղվածության։ Ես վայթե քեզ ղրգեմ օդպուսկ, պարո Փաշյան։ Քեզ ղրգեմ օդպուսկ մտնեմ ազգային ժողովի ընդդիմադիր թևի մեջ։ Կարոցել եմ իրանց, գիտես։ В общем, հələ որ այսքան է։ Արի։ Հələ որ այսքան է, բոլորիդ լավ օր։